Տիկին Ալեսը նաև խնդրանք ուներ, նաև պատրաստ էր հրապարակային այդ մասին ասել, եթե կա ձայնագրությունը, կուզեմ մի փոքր լսեք, թե այդ տաղանդաշատ կոմպոզիտորը, մարդը, քույրը, ինչպես է մեզ բոլորիս գոտեպնդում, չնայած որ տեսնում է, թե իր եղբայրը ինչ վիճակում է, բայց նա ճանաչում է իր եղբորը եւ նրա սկզբունքայնությունը գիտի։ Եթե կմիացնես, կուզեմ ուղղակի դուք էլ իմանաք, թե ինչպիսի մարդկանց հետ գործ ունենք։ Հաջան։ Այ շատ անկեղծ առաջին հերթին շնորհակալ եմ քո կատարված ազնիվ գործողության համար, որովհետև ճաղերի այն կողմում գտնվողի համար այդ գործողությունը դա միակ հնարավորն է։ Մենք այս կողմից գտնվելով դա ծայրահեղ, բայց պարտավորեցնող գործողությունը այն առումով, որ դու պետք է լինես ոգի շնչող և ամրացնող ուժ այս կողմից։ Հասկանում ես, մենք իրավունք չունենք այս կողմից լինեն թուլացած։ Դա իր համար սարսափելի բան կլինի այդ հասկանալը ու զգալը։ Սա իհարկե հզոր կնոջ եւ ուժեղ քրոջ խոսքեր են, մենք նրանց խոստացել ենք եւ այսօրվանից կդադարեցնենք հացադուլը, բայց նաեւ մենք թիմով քննարկել ենք անցնելու գործողությունների ավելի ակտիվ փուլ։ Ինչու եմ սա այսպես ասում, կարծեք թե ամենքս ինչ-որ բան ենք փորձել փոքր տարերային անել հնարավորության սահմաններում, բայց բոլորիս համար պարզ է, որ բավարար ջանքեր չեն գործադրել եւ այդ չգործադրած ջանքերի պատճառով է, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել եւ այս ամենի հետևանքով մենք կարծես մի անտարբերության թմբիրի մեջ լինենք, հայ գերիներ են գտնվում Բաքվի բանտերում, մեր առօրյան չի փոխվում, այդպես լինել չի կարող։ Հայ մարդը չպետք է թույլ տա, որ աշխարհը իրեն այդպեսին տեսնի, որ կարելի է, որ հայ որդի գտնվի Բաքվի բանտում, իսկ մենք չհիշատակենք նրանց, ամենաբարձր մակարդակով տոտալ մոռացության մատնենք, դե նրանք անում են, մենք էլ որպես ժողովուրդ ցավում ենք, բայց մտածում ենք, բա մենք ինչ անենք։